ամեն պարապմունքին տարբեր վարժություններ անել են նույն մկանային խմբի համար, ամենամեծ ու ամենատարածված սխալներից է, որ հատկապես նոր մարզվողները անում։ Ու հիմա կբացատրեմ ինչի։ Առասարակ տարբեր վարժություններ անելը հետապնդում է մի նպատակ՝ թիրախավորել այնց մկանաթելեր, որոնք որ ուրիշ վարժություններում չեն թիրախավորվում։ Օրինակի համար, երբ որ մենք անում ենք մի վարժություն մեր բիցեպսի համար, մի վարժություն մեր կվադրիցեպսի համար, ձեր նպատակը այն է, որ բիցեպսի վարժությունը թիրախավորում է ինչ-որ մկանաթելեր բիցեպսում, իսկ կվադրիցեպսինը կվադրիցեպսում։ Պարզ է, չէ՞։ Բայց այս նույն լոգիկան նաև աշխատում է, երբ որ դու երկու վարժություն ես անում նույն մկանային խմբի համար։ Օրինակ, եթե ես նստամկանների անհամար անում եմ մի հատ նստած աբդուկցիաներ, մի հատ hip thrust վարժություն, նպատակը ստեղ այն է, որ նստած աբդուկցիաները թիրախավորելու են ինչ-որ մկանաթելեր նստամկաններում, որոնք որ չեն աշխատելու hip thrust-երի ժամանակ։ Ու նույն բանն է վերաբերվում hip thrust-երի, ստեղ կլինեն որոշ մկանաթելեր նստամկաններում, որոնք որ աշխատում են, որոնք նստած աբդուկցիաների ժամանակ չեն աշխատում։ Ու նաև բնականաբար կլինեն որոշ մկանաթելեր, որոնք երկու վարժության ժամանակ էլ ակտիվ են։ Այսի շատ կարևոր պահ է, որովհետև մկանային աճը լինում է այն մկանաթելերի մակարդակի վրա, որոնք որ այս աճի ստիմուլը ստանում են, այսինքն երբ որ դու ինչ-որ նստամկանի վարժություն ես անում, այս չի նշանակում, որ քո նստամկանը ամբողջությամբ որպես այդպիսին մկան աճում է։ Չէ, մենակ աճում են այն մկանաթելերը իրանում, որոնք որ այս աճի ստիմուլը ստանում են վարժության ընթացքում։ Հիմա եթե դու մկանային խումբը մարզում ես շաբաթը 2 անգամ, օրինակի համար նստամկանը վերցնենք, ու դու անում ես առաջին նստամկանի օրը hip thrust վարժությունը, իսկ երկրորդ նստամկանի օրը նստած աբդուկցիաներ վարժությունը, այս դեպքում միակ մկանաթելերը, որոնք որ շաբաթը 2 անգամ աճի ստիմուլ է ստանում, այդ միայն այն մկանաթելերն են, որոնք որ ակտիվ են համ hip thrust-երի, համ նստած աբդուկցիաների ժամանակ։ Այսինքն այսինքն Venn diagram-ի նման է, երբ որ երկու հատ սկլոր է, ու այս մեջտեղի ինգած հատվածի մկանաթելերը այդ այն մկանաթելերն են, որոնք որ երկու վարժությունում էլ աշխատում են։ Իսկ այն մկանաթելերը, որոնք որ օրինակ ակտիվ են մենակ նստած աբդուկցիաները անելու ժամանակ, սակայն hip thrust-երի ժամանակ ակտիվ չեն, սրանք ստացվում է, որ աճի ստիմուլ ստանալու են ընդհանրապես շաբաթը մի անգամ, որովհետև դու նստած աբդուկցիաները ընդհանրապես մի անգամ ես անում։ Ու այս մկանաթելերը ընդհանրապես լավ չեն աճել։ Այսինքն միակ մկանաթելերը, որոնք որ նորմալ աճելու են, այդ այն մկանաթելերն են, որոնք 2 անգամ շաբաթը աճի ստիմուլ են ստանում, ու այս սրանք լինելու է ինչ-որ էլի, այս Venn diagram-ի մեջտեղի հատվածը, այսինքն փոքր քանակի մկանաթելեր։ Բայց եթե դու անես համ hip thrust, համ նստած աբդուկցիաներ 2 օրն էլ, այս բոլոր մկանաթելերն էլ շաբաթը 2 անգամ աճի ստիմուլ են ստանում, ու իրանք բոլորն էլ 2 անգամ կաճեն։ Այսինքն այստեղ հիմնական լոգիկան կայանում է նրանում, որ բոլոր այն մկանաթելերը, որոնք որ աճի ստիմուլ ստանում են, մեզ պետք է որ շաբաթը գոնե 2 անգամ մարզվեն, որպեսզի նորմալ աճ գրանցեն։ Շաբաթը մի անգամ մկանաթելը մարզելով շատ դժվար է լավ արդյունք գրանցել։ Անհնար չի, բայց այս ամենաքիչ էֆեկտիվ մեթոդն է, որովհետև բազմաթիվ անգամ արդեն խոսացել ենք, թե հաճախականությունը մարզման ինչքան մեծ կարևորություն ունի։